Ողջույն, հարգելի հայրենակիցներ։ Կրկին անգամ ուզում եմ բարձրաբանել երեկվա ազգային ժողովի դեմի միջադեպը։ Նախ ի սկզբանե ասեմ, համահայկական ճակատ կուսակցության նախագահն հանդիսանում եմ ես եւ պաշտոնապես հայտարարում եմ, որ Միքայելը համահայկական ճակատ կուսակցության հետ առնչվող ոչ մի կապ չունի, նա ոչ կուսակցության անդամ է, ոչ կուսակցության քաղխորհրդի անդամ է։ Միքայելը իր ընկերների հետ շարժումը սկսեց ծնողների հետ։ Ես, որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, պարտավոր էի արձագանքեի շարժմանը։ Ես աջակցել եմ շարժմանը։ Մենք ընդհանրապես ոչ միտեղ դիվիդենդ չենք վերցնում։ Մենք ամենօրյա առնչություն ունենք զոհվածների, անհայտ կորածների ծնողների հետ։ Նրանք մեր ծնողներն են։ Մենք այդպես ենք համարում եւ այդ գաղափարախոսության միշտ կանգնած ենք իրենց կողքը, տարբեր պարագաներում եւ տարբեր տեղեր։ Սա նրա մասին, որ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ այդ կուսակցությունը ծնողներին շահագործում է։ Քաբլիցի տես բան չկա, Ալեն Սիմոնյանը դա օգտագործում է իր նպատակների համար, այդ արտահայտությունը։ Երկրորդ հարցը, ինչը վերաբերվում է ազգային ժողովի դեմ կատարված միջադեպին։ Եթե նկատել եք, մենք առաջի անգամ շատ հանգիստ զրուցում ենք Ալեն Սիմոնյանի հետ։ Եթե մենք ուզենայինք ինչ-որ մի բան անեինք, մենք բնականաբար կանեինք այդ ժամանակ, եթե ինչ-որ ուղղորդված, եթե ինչ-որ մի տեղից, ոնց որ ասում Ալեն Սիմոնյանը, ես գիտեմ, դու ոչ մի բան չգիտես, Ալեն Սիմոնյան, դու դրդեցիր այդ հանգամանքը, որ լիներ այդպես։ Ինչը վերաբերվում է իմ անհայտ ընկերներին, 4 հոգի, ինչ-որ քաղաքում տարբեր տեղեր գնում են ինձ ման գալիս, ասեմ տեղեկացնեմ ձեզ, հարգելի ընկերներ, ես ունեմ հեռախոսահամար, բոլորը գիտեն, իմ ընկերները օրը 24 ժամ իմ կողքին են, իմ ընկերները կյանքում ինձ ման չեն գալի, դա էլ ասեմ իմացեք, ես նախապես ոստիկանություն ահազանգ եմ արել, որ ինձ անհանգստացնում են, իմ ընտանիքին անհանգստացնում են, տեսեք իրավիճակը ոնց է լինում, եթե խնդիր ես ունենում ինչ-որ մի պաշտոնյայի հետ, դու ուրեմն Հայաստանի Հանրապետությունը պետք է տերորի ենթարկվես, Ալեն Սիմոնյան, շնիկների հավաքի կողքդ, Ալեն Սիմոնյան, մենք ամեն օր քաղաքում ման ենք գալի, ոտքով, ժողովրդի մեջ, ժողովրդի հետ, պետք չի ինտրիգներ սարքել, դիմում եմ քեզ, Ալեն Սիմոնյան, եւ նաեւ հուշում եմ, Ալեն Սիմոնյան, դու ազգային ժողովի նախագահն ես, դու Հայաստանի Հանրապետության առաջի դեմքն ես, ոչ թե վարչապետն է առաջի դեմքը, Ալեն Սիմոնյան, մեր Հայաստանի Հանրապետությունը սահմանադրությամբ պարլամենտական երկիր է, դու պարլամենտի ղեկավարն ես, Ալեն Սիմոնյան, եւս մեկ անգամ ասում եմ, քեզ պահի որպես ղեկավար, դու պարտավոր ես ծառայես Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե Հայաստանի Հանրապետությունը ծառայի քեզ, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ծառայի քեզ, Ալեն Սիմոնյան, այդ անվտանգությունը որ կողոպտը, մանագալի, դա մեր գումարներով է վարձատրվում, Ալեն Սիմոնյան, որ դու շքեղ մեքենայով գնում գալիս ես եւ կաբինետում նստում ես, այդ ամբողջ ծախսերը քաշում ենք մենք, Ալեն Սիմոնյան, խնդրում եմ եւ պահանջում եմ, ձեզ պահեք կոռեկտ, ձեզ պահեք ձեր պաշտոնական դիրքի մեջ, մի բերեք ավելի երկար կոնֆլիկտների, շնորհակալություն այսքանը։